Բարի երեկո, հիմնական թողարկման ուղիղ եթերում լուրերն է, ձեզ համար աշխատում է Լիլիթ Աղբալյանը։ Խաղաղության հաստատման ուղղված քայլերը պետք է հիմնվեն փոխադարձ վստահության եւ երկխոսության վրա։ Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղ եւ երկարատև կարգավորման հասնելու Հայաստանի հանձնառությունը։ Իսրայելը ընդարձակել է Իրանի դեմ գործողություններն ու սպառնում է Թեհրանը հրոճարակ դարձնել։ Իրանն էլ հակադարձում է, թե Իսրայելն է մեծ սխալ թույլ տվել։ Հակամարտության արագ կարգավորման հնարավորությունը մշուշոտ է։ Օրվա այս եւ այլ թեմաների մանրամասներն առաջիկա րոպեներին։ 2024 թվականին կոռուպցիոն բնույթի ավարտված քրեական վարույթներով պատճառվել է 8 միլիարդ 20 միլիոն դրամի գույքային վնաս, վերականգնվել է շուրջ 1 միլիարդ 164 միլիոն դրամ։ Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնանիստ։ Եթե նախկինում Թուրքիային հարց էինք տալիս երրորդ երկրի միջոցով, այժմ ունենք ուղիղ եւ ամենօրյա կապ։ Տեսնում ենք նաև Թուրքիայի պատրաստակամությունը։ Հայաստանի առաջնորդը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումները կառուցողական են եղել։ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, ինչի համար է մեղադրվում նախկինում ազգային ժողովի նախագահի, ապա վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը։ Վերջին 23 տարում Հայաստանում ստվերը նվազել է 19.4%-ով։ Լավ դիրքվենք, բայց ձգտումները պետք է ավելիին լինեն։ Բրիտանական մեծ քարյակի ընկերություններից մեկի զեկույցը փաստում է, որ աշխարհի միայն 61 երկրում է ստվերը ավելի քիչ, քան Հայաստանում։ Ֆինանսական եւ նյութական ռեսուրսները խոշորացված համայնքներին թույլ են տալիս հավակնոտ ծրագրեր ներկայացնել։ Արմավիրի համայնքների սեփական եկամուտները էականորեն աճել են։ Ջրահեղձումների վիճակագրությունը մտահոգիչ է, ինչ կանխարգելիչ ծրագրեր են մշակում իրավասու գերատեսչությունները։ Լողասեզոնի ընթացքում մենք հանրային լողափներում պարտադիր իրականացնում ենք անվտանգության առումով հերթապահություններ։ Ցեղասպանության տարիներին հայերին փրկելու քիչ հայտնի պատմությունը մեծ էկրանին, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բանակային կորպուսի պատմությունը մարդասիրության եւ անձնազոհության բառ օրինակ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մեր երկրի հանձնառությունը հասնելու խաղաղ եւ երկարատև կարգավորման։ Հայաստանի ղեկավարը Պրահայում մասնակցելով Գլոբսեկ 2025 միջազգային անվտանգության հեղինակավոր համաժողովի Հայաստանը փոփոխվող աշխարհում քննարկմանը ներկայացրել է կառավարության մոտեցումներն ու տեսլականը տարածաշրջանային զարգացումների, անվտանգային մարտահրավերների եւ խաղաղության հաստատման հնարավորությունների վերաբերյալ։ Հայաստանը նպատակ ունի մինչև տարեվերջ ավարտել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Պրահայում անցկացված Գլոբսեկ 2025 համաժողովի շրջանակում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վստահություն հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը գնում է ճիշտ ուղղությամբ։ Հենց այն փաստը, որ մենք համաձայնեցրել ենք կոնկրետ նախագիծ, նշանակում է, որ դա արդեն ձեռքբերում է։ Այժմ անհրաժեշտ է, որ այդ նախագիծը կյանքի կոչվի։ Ընդհանուր առմամբ ես վստահ եմ, որ կհասնենք դրան, քանի որ կարողացել ենք շատ բան իրականացնել։ Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ վերջին 1 տարում արդեն արձանագրվել են շոշափելի արդյունքներ, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում կոնկրետ առաջընթաց կա։ Ադրբեջանի հետ կարողացանք սկսել մեր սահմանի սահմանազատման գործընթացը։ Այս պահին շուրջ 12 կիլոմետր սահման արդեն սահմանազատված է։ Շատերը հոռետես են այդ հարցում։ Կասկածներ կային, թե արդյոք Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան դա անել, սակայն այժմ մենք ունենք շատ կոնկրետ օրինակ, շատ կոնկրետ խաղաղության մեկ կտոր, որովհետեւ ես սովորաբար ասում եմ, որ մեր սահմանի սահմանազատված մասը անվտանգության երաշխիքներով տարածք է եւ դա իրականություն է։ Ես կարգախոս եմ որդեգրել, ասելով չի լինի պատերազմ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կլինի խաղաղություն։ Վարչապետի խոսքով Ադրբեջանը բարձրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման հարցը եւ ընդհանուր առմամբ դա Հայաստանի համար ընդունելի օրակարգ է։ Սակայն կա մի շատ կարևոր նրբություն, մենք ցանկանում ենք բացառել հավանականությունը, որ օրինակ հակամարտության էջը փակվի Ադրբեջանի տարածքում եւ արտահանվի Հայաստանի տարածք։ Այս մտահոգությունը պայմանավորված է նրանով, որ ըստ վարչապետի որոշ ադրբեջանական շրջանակներ Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ն անվանում են Արևմտյան Ադրբեջան, ինչը ըստ նրա տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանի նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը նպատակ ունի ապահովել տարածաշրջանային հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին, վարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Թուրքիայի միջև ձևավորվել է ակտիվ երկխոսություն։
Մի շարք հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, եւ այդ հանդիպումները եղել են կառուցողական։ Ճիշտ է, տեղում մենք գործնական ձեռքբերումներ չունենք, սակայն ունենք կարևոր առաջընթաց։ 3 տարի առաջ, օրինակ, եթե Հայաստանը ցանկանում էր բարձել Թուրքիայի դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ, ստիպված էր դիմել երրորդ երկրի միջնորդությանը։ Այսօր մենք ուղիղ կապ ունենք մեր հարևանների հետ եւ նույնիսկ ամենօրյա շփում։ Վարչապետը հույս ունի այս գործընթացը կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման եւ տնտեսական կապերի ամրապնդման։ Երկրի ղեկավարի կարծիքով դա ժամանակի հարց է։ Սա կապված է նաև տարածաշրջանային լայն տնտեսական օրակարգի հետ, բայց ինչպես արդեն ասել եմ, մենք հետևողականորեն շարժվում ենք կայուն խաղաղության հաստատման օրակարգով։ Դա մեր պարտականություն է եւ մենք այդ հարցում վճռական ենք։ Տեսնում ենք նաև Թուրքիայի պատրաստակամությունը, տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության։ Կան որոշ նրբերանգներ, որոնք պետք է ասիագրել, բայց վստահ եմ, մենք կկարողանանք դա անել։ Վարչապետն ընդգծել է, որ խաղաղության հաստատման ուղղված քայլերը պետք է հիմնվեն փոխադարձ վստահության եւ երկխոսության վրա։ Նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել հետևողական աշխատանքն այս ուղղությամբ, ինչը կդառնա տարածաշրջանում անվտանգության եւ երկարատև խաղաղության կարևոր երաշխիք։ Միայն խաղաղությունն է կարող ապահովել հուսալի անվտանգություն, բանաձևել է Փաշինյանը։ Տաթև Խաչատրյան, լուրեր։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ զրուցակիցները քննարկել են վերջին զարգացումները։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման եւ տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարեւորությունը։ Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները կշարունակեն ակտիվ կապ պահպանել, այդ թվում ատոմային էներգիայի միջազգային գործակալության շրջանակում քննարկումների առնչությամբ նշված է մեր արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Դեռ 3 պաշտոնական Երևանը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգները 50 րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել նախագահները։ Անդրադարձ է եղել ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Կրեմլի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հունիսի 22-ից հետո շարունակելու Կիևի հետ բանակցությունները։ Օրակարգում է եղել Իրան-Իսրայել էսկալացիան։ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունը, հայտարարել կարգավորման նպատակով միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին։ Դոնալդ Թրամփը անչափ մտահոգիչ է որակել ստեղծված իրավիճակը, սակայն արդյունավետ համարել Իրանին իսրայելական հարվածները։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ամերիկացի բանակցողները պատրաստ են վերսկսել Իրանի հետ միջուկային քննարկումները։ Հեռախոսով զրուցել են նաև Իրանի եւ Թուրքիայի նախագահները։ Ռեջեփ Էրդողանի խոսքով Իսրայելի հարձակումները կարող են հակամարտության մեջ ներքաշել ամբողջ տարածաշրջանը։ Նրա կարծիքով Բենյամին Նեթանյահուն փորձում է խափանել միջուկային բանակցությունները եւ ուշադրություն շեղել Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանությունից։ Իրանի գիշերային հրթիռակոծությունից հետո Իսրայելը հայտարարել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունն ընդլայնելու մասին։ Ըստ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի թիրախում են ռազմական բազաները, բալիստիկ հրթիռների արձակման կայանները եւ այլ օբյեկտներ։ Հարվածներ են հասցվել Ֆորդոյի եւ Սպահանի միջուկային օբյեկտներին, սակայն ըստ իրանական կողմի վնասը չնչին է, քանի որ կարևոր սարքավորումներն ու նյութերը նախապես տեղափոխվել են անվտանգ վայր։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն էլ հայտնել է, որ Իրանում ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։ Կրկին պայթյուններ են որոտացել Թեհրանում, Թավրիզում եւ այլ բնակավայրերում։ Թիրախավորվել է մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավակայանը։ Արևմտյան Ասադաբադ քաղաքում կան զոհեր եւ վիրավորներ։ Նաեւ հաղորդվում է, որ երեկվա հարվածների հետևանքով Թեհրանի Շահիդ Ջամրան թաղամասում զոհվել է եւս 60 քաղաքացի, այդ թվում 20 երեխա, ինչպես նաեւ իրանցի բարձրաստիճան զինվորականներ։ Նշվում է, որ փլուզված շենքում բնակվել են գիտնականներ եւ զինվորականներ։ Ցահալի տվյալով Երևանից սպանվել է միջուկային ծրագրով զբաղված 9 գիտնական եւ փորձագետ։ Իրանը կկործանվի, եթե չդադարեցնի հարվածներն Իսրայելին։ Իրանի բռնապետը մի իրականություն է ստեղծել, որի հետևանքով բարձր գին են վճարելու հատկապես մայրաքաղաքի բնակիչները։ Եթե Խամենեին շարունակի հրթիռներ արձակել, Թեհրանը կայրվի կրակում։ 3 ուշ երեկոյան Իրանը լայնամասշտաբ պատասխան հարված է հասցրել Իսրայելին։ Գործողությունը ստացել է իրական խոստում 3 անվանումը։ Իսրայելական կողմը գործարկել է հոբ համակարգը, սակայն Թել Ավիվում, Արվարձաններում եւ Երուսաղեմում հզոր պայթյուններ են որոտացել, կան լուրջ ավերածություններ։ Հրթիռակոծությունն իրականացվել է մի քանի ալիքով, տարբեր տվյալներով հարյուրավոր հրթիռների կիրառմամբ, այդ թվում բալիստիկ։ Ըստ իրանական կողմի թիրախավորվել են տասնյակ օբյեկտներ, ավիաբազաներ, ռազմական կենտրոններ, ներառյալ
պաշտպանության նախարարության շենքը։ Վերջին տվյալով 70-ից ավելի մարդ է տուժել, հաղորդվում է զոհերի մասին։ Ցահալը սակայն հայտնում է, որ Իսրայելի ուղղությամբ 100-ից էլ քիչ հրթիռ է արձակվել, մեծ մասը խոցվել է։ Ըստ արևմտյան ԶԼՄ-ների այդ հարցում Իսրայելին օգնել է Միացյալ Նահանգները։ Անվտանգության նկատառումներով փակվել է Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանը։ Իսրայելի դեմ պատասխան ռազմական գործողությանն ընդառաջ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ուղերձով դիմել է իրանցիներին։ Իսրայելն Իրանի դեմ պատերազմ է սանձազերծել։ Թող հույս չունենան, թե կկարողանան խուսափել մեր ուժային պատասխանից։ Իրանի զինված ուժերը լիարժեք պատրաստվածության վիճակում է։ Իսրայելը մեծ սխալ է գործել։ Իրանցիներին է դիմել նաև Իսրայելի վարչապետը, կոչ անելով ապստամբել։ Իսրայելի գործողության նպատակն Իրանից միջուկային եւ հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց նաև մաքրում ենք ձեր ճանապարհը, որ ազատության հասնեք։ Ժամանակն է, որ միավորվեք մեկ դրոշի ներքո եւ պայքարեք չար ու բռնակալ ռեժիմի դեմ։ Նեթանյահուն նախազգուշացրել է, Իսրայելի ռազմաօդային ուժերը կհարվածեն Թեհրանում տեղակայված բոլոր անհրաժեշտ օբյեկտներին եւ թիրախներին։ Էսկալացիայի ֆոնին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հետ։ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը դատապարտել է Իսրայելի գործողությունները, ընդգծել բանակցությունների կարեւորությունը։ Մասուդ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների կապակցությամբ, աջակցություն հայտնել միջուկային գործարքի խաղաղ կարգավորմանը։ Մոսկվան կշարունակի նպաստել Իրանի եւ Իսրայելի միջև ապաէսկալացիային։ Ստեղծված իրավիճակը հղի է ամենաաղետալի հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար, ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Նեթանյահուն հեռախոսազրույցներ է ունեցել նաև Գերմանիայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի ղեկավարների հետ։ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին, քննադատել Իրանի միջուկային ծրագիրը եւ խոստացել անհրաժեշտության դեպքում աջակցել Իսրայելին։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանին Իսրայելի հարվածների ֆոնին չի անհանգստանում, որ Մերձավոր Արևելքում կարող է լայնածավալ պատերազմ սկսվել։ ԱՄՆ նախագահի ձևակերպմամբ ինքը փորձում է փրկել Իրանը նվաստացումից եւ մահից։ Թրամփը հավելել է, որ Թեհրանը դեռ հնարավորություն ունի միջուկային գործարք կնքել Վաշինգտոնի հետ, այլապես շատ ավելի վատ կլինի։ Ամերիկյան եւ իրանական պատվիրակությունների հանդիպումների 6-րդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին Օմանում, սակայն Թեհրանը հրաժարվել է դրանց մասնակցելուց։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների ֆոնին Թեհրան-Վաշինգտոն անուղղակի բանակցությունները շարունակելն անընդունելի է։ Աբբաս Արաղչին համոզմունք է հայտնել, որ Իսրայելի թշնամական գործողությունները հնարավոր են դարձել ԱՄՆ անմիջական աջակցության շնորհիվ։ Արաղչին զրուցել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ, Ջեյհուն Բայրամովը շեշտել է առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը։ Նա նաև վստահեցրել է, որ Ադրբեջանի տարածքը որևէ երկրի կողմից չի կարող օգտագործվել երրորդ պետության, այդ թվում բարեկամ Իրանի դեմ։ Թեհրանից նաև նախազգուշացնում են, որ կարող են թիրախավորել Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմական օբյեկտները, եթե այդ երկրներն օգնություն ցուցաբերեն Իսրայելին։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթն արձագանքել է. Միացյալ Նահանգները պատրաստ է պաշտպանել սեփական քաղաքացիներին։ Դիանա Գասպարյան, լուրեր։ Ուկրաինան եւ Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը հունիսի 2-ի Ստամբուլյան պայմանավորվածություններին համապատասխան։ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ վերջին օրերին արդեն 4 անգամ փոխանակում է իրականացվել։ Բացի այդ, Ռուսաստանը Կիևին է փոխանցել ուկրաինացի 1200 զինծառայողի աճյուն։ Չնայած հումանիտար ոլորտում որոշակի առաջընթացին, կողմերը հայտնում են փոխադարձ հարվածների մասին։ Ռուսական ուժերը թիրախավորել են Զապորոժիեին, վնասվել են մեքենաներ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, հրդեհներ են բռնկվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով ուկրաինական կողմը ԱԹՍ-ներով հարվածել է Վորոնեժի, Բելգորոդի, Սամարայի մարզերին, Ստավրոպոլի երկրամասին եւ այլ տարածքների։ Կան տուժածներ։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին ստեղծված վերականգնված միջոցների միասնական հաշվին մինչև օրս մուտք է եղել 17 միլիարդ 167 միլիոն դրամ։ Զեկուցվել է վարչապետի գլխավորությամբ Աղվերանում տեղի ունեցած հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնան նիստում։ Ներկայացվել են կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղություններով կատարված աշխատանքները։ Անդրադարձ է եղել ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ դիտորդական առաքելությունների զեկույցներին, գնումների ոլորտում քրեական գործերի ընթացքին։
2024 թվականին կոռուպցիոն բնույթի ավարտված քրեական վարույթներով պատճառվել է 8 միլիարդ 20 միլիոն դրամի գույքային վնաս, վերականգնվել շուրջ 1 միլիարդ 164 միլիոն դրամը։ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնանիստում զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղություններով կատարված աշխատանքները, գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ 152 հայցադիմում է ներկայացվել դատարան։ Արգելանք է դրված շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 540 միլիարդ դրամական միջոցի վրա։ Ընդհանուր հայցագինը շուրջ 600 միլիարդ դրամ է։ Այս գործերով 5 դատական ակտ է կայացվել, կնքվել հաշտության 8 համաձայնություն։ Հաշտության համաձայնություններով պետության է փոխանցվել 7 անշարժ գույք, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ 815 միլիոն 200 հազար դրամ եւ 50.720 եվրո։ Օրինական ուժի մեջ է մտել 1 դատական ակտ։ Համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ 2024 թվականին կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է շուրջ 2 միլիարդ 785 միլիոն դրամ։ 2024-ին դատախազների ներկայացրած հայցերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ կադաստրային արժեքով 18 անշարժ գույքի նկատմամբ։ 2024-ին դատախազական ակտերի հիման վրա պետությանը եւ համայնքներին վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 107 միլիոն 341 հազար դրամ։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 207 միլիոն դրամի 43 հայցապահանջ։ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 7 գույքի նկատմամբ, որի կադաստրային արժեքը 3 միլիարդ 365 միլիոն դրամ է։ Համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել 275 միլիոն դրամ կադաստրային արժեքով 4 գույքի նկատմամբ։ Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հօգուտ պետության է բռնագանձվել 218 միլիոն դրամ։ Նույն ժամանակահատվածում դատախազական ակտերի հիման վրա համայնքներին են վերադարձվել Խաշտարակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը, Դիլիջան համայնքի մանկապարտեզի մասնաշենքը, Մարտունի համայնքի մարզադաշտը։ Զինվորական դատախազությունը վերականգնել է 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ։ Կառավարության որոշմամբ ստեղծված վերականգնված միջոցների միասնական հաշվին ստեղծման օրվանից 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր մուտք է եղել 17 միլիարդ 167 միլիոն դրամ։ Քննարկվել են նաև թիմ ընտրախախտումների վերաբերյալ անկախ դիտորդ դաշինքի եւ ականատես դիտորդական առաքելության վերհանած խնդիրները ընտրական հանցագործությունների քննության ընթացքում։ Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելման ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի թափանցիկության ապահովմանը։ Ներկայացվել են նաև ազդարարման համակարգի զարգացման ոլորտում կատարված աշխատանքները եւ առկա խնդիրները։ Արդարադատության նախարար Սրփոյ Գալյանը նշել է, որ վերջին շրջանում աճել է ազդարարումների թիվը։ Մասնավորապես 2021 թվականին դրանց թիվը եղել է 75, 2022 եւ 2023 թվականներին 116-ական, 2024-ին 380, իսկ 2025-ի առաջին կիսամյակում այդ թիվը հասել է 282-ի։ Ամփոփելով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է խորհրդի նիստում քննարկված եւ բարձրացված խնդիրների շուրջ շարունակել քննարկումները եւ դրանց լուծման քայլերը ներկայացնել հաջորդ նիստում։ Տաթև Խաչատրյան, Լուրեժ։ Նախկին վարչապետ ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, տեղեկությունը լուրերի հետ զրույցում հաստատել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Աբրահամյանը ձերբակալվել է 3, նա մեղադրվում է 2 դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեություն ապօրինի մասնակցելու համար։ Զարգացած երկրներում ցածր է ստվերի մակարդակը բրիտանական ընկերության ուսումնասիրության համաձայն վերջին 2 տասնամյակում զգալի կրճատումներ են նկատվել ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Հայաստանում ստվերը գնահատվում է 18.9% եւ ուսումնասիրված 131 երկրներից 62-րդ տեղում է։ Ամենամեծ ու ամենացածր ստվեր ունեցող պետությունների ցանկը Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։ Ստվերային տնտեսությունը 2023 թվականին համաշխարհային համախառն ներքին արդյունքի 11.8%-ն է կազմել, 2000 թվականին այն եղել է 17.7%։ Արձանագրում է բրիտանական հայտնի մեծ քառյակի Ernst & Young ընկերությունը։ Ուսումնասիրված 131 երկրներից 119-ում 2000-ից 2023 թվականներին ստվերի նվազում է նկատվել, միջինում ՀՆԱ-ի 6.7%-ային կետով։ Առավել զգալի կրճատումները նկատվել են ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Տնտեսագետ Աշոտ Մարկոսյանի կարծիքով սա օրինաչափ է։ Ինչքան երկիրը զարգացած է, այնքան ստվերը ցածր է։
Ստվերային տնտեսության վերլուծության համար հիմնականում օգտագործվում են արժույթի պահանջարկի մոտեցումը։ Հիմնական մոտեցումն այն է, որ չգրանցված գործարքները սովորաբար կատարվում են կանխիկով, չհաշված օրինակ կրիպտոարժույթներով անօրինական գործարքները։ Ժամանակի սկզբնական շրջանում պետությունը որոշում է քաղաքականություն իրականացնել այս ոլորտում, այստեղ հաջողությունները ավելի մեծ են։ Ինչու, որովհետև մագերևույթին երևացող խախտումները ավելի հեշտ է եւ բնականաբար ժամանակի ընթացքում դրանք ավելի են խորը թաքնվում եւ բնականաբար նաեւ աճի տեմպը բավականաչափ ավելի դժվար է լինում։ Ամենամեծ ստվերը Արևելյան Աֆրիկայում է 41.6%, ամենացածրը Հյուսիսային Ամերիկայում 5%։ Ամենամեծ ստվեր ունեցող պետությունը ըստ միջազգային կազմակերպության Սիերա Լեոնեն է, այն գնահատվում է ՀՆԱ-ի 64.5%-ի չափով, Նիգերում 56.3% է, իսկ մեր երկրում ստվերը գնահատվում է 18.9% եւ 62-րդ տեղում ենք։ Նաեւ նշվում է, որ 2000 թվականից այս կողմ Հայաստանում այն նվազել է 19.4%-ային կետով։ Հարևան Վրաստանում ստվերը 22.1% է գնահատվում, Իրանում 22.5, Թուրքիայում 16.1, իսկ Ադրբեջանում 17.7%։ Վատ դիրքում չենք առնվազը, լավ դիրքում ենք, բայց ձգտումները պետք է ավելիին լինեն։ Մենք պետք է հնայի ստվերային մասը աստիճանաբար նվազեցնենք եւ այդտեղ պետք է նոր օրենքներ, կարծում եմ հատկապես կրիպտոարժույթների կիրառման մասով, կանխիկի մասով բավականին լուրջ օրենսդրական փոփոխություններ արել ենք, բայց դեռևս աշխատանքներ կան, անելիքներ կան եւ նաեւ ամենակարևորը նշեմ, որ այնպես չի, որ կոշտ վարչարարությունը ստվերը կրճատում է։ Ինքը մի կետից սկսում է լրացուցիչ ստվեր ավելացնել, որովհետև կոշտ վարչարարության արդյունքում որոշակի գործարաններ իրենց գործունեության մի մասը այլևս ցույց չեն տալի հարկային տեսչությանը։ Աշխարհի համար 1 տնտեսություն համարվող ԱՄՆ-ում ստվերի մակարդակը 5% է գնահատվում, Չինաստանում 20.3։ Սերգեյ Բագրատյանի խոսքով այստեղ կարևոր է նաև մեթոդաբանությունը։ Միջազգային կառույցները այլ մեթոդոլոգիայով են նայում, մեր կառույցները այլ, կա այդտեղ օրինական գործունեություն, որը նույնպես ստվեր է դիտարկում, օրինակ ավտոտնակի վաճառքը քաղաքացին չի ներկայացնում, բայց ի վերջո դա կարող է դիտարկվել որպես ստվերային գործարք։ Եվ նաև ստվերային են համարվում հարկային տեսչության չհայտված բոլոր տնտեսվարող տեղեկությունները եւ այդ իմաստով կարող են տարբեր թվեր ստանալ կախված տարբեր մեթոդներից։ Զարգացած տնտեսությունների ստվերայնության ցածր մակարդակի հետ համեմատվել չենք կարող, սակայն ցուցանիշները ավելի լավը դարձնել հնարավոր է, կարծում է փորձագետը։ Հավելում, հարկերը ձևավորում են այն միջավայրը, որ երկիրը դարձնում է ավելի գրավիչ։ Վճարները, որոնք արվում են պետությանը հարկերի թուրքերի պարտադիր վճարների տեսքով, դրանք նույնպես օգտագործվում են հանրության համար։ Հանրության մտաղ սերնդի դաստիարակության, կրթության, առողջապահության, նկատենք, որ նաև մեր երկրում զգալի քանակությամբ առողջապահական ծախսերը իրականացում հենց պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ուսումնասիրված 131 երկրից ամենացածր ստվերը Արաբական Միացյալ Էմիրություններում է, ՀՆԱ-ի 2.1%-ի չափով։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։ Եթե ամբողջ 2024-ին մեր երկրում ջրահեղձման 13 դեպք է արձանագրվել, ապա այս տարվա միայն մայիսին 11 եւ սա այն պարագայում, որ գետերի վարարումները նախորդ տարվա համեմատ քիչ են եղել։ Իրավասու գերատեսչությունից նշում են, որ այս տարի ուժգին քամիներն են շատ եղել։ Փրկարարները դուրս են բերել, միայն մայիսին փրկարարծառայությունից այսպիսի 16 հաղորդագրություն ենք ստացել։ Բոլոր դեպքերում չէ, որ մահվան պատճառը, սակայն ջրահեղձումն է։ Անցնող 5 ամիսներին ունենք ջրահեղձման 4 դեպք, հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ի դրությամբ Երևանյան լճում, Արագածոտնի մարզի Քասագյուղում, Շիրակի եւ Արմավիրի մարզերում։ Այդ դեպքերը գրանցվել են ուրեմն մեկը գետում, երկուսը լճերում եւ մեկը ջրանցքում։ Իսկ 2024-ին մինչև մայիսը ջրահեղձման 1 դեպք էր արձանագրվել Սևանում, ամբողջ 2024-ին 11 դեպք, բայց օրինակ մայիսի 4-ից որոնվող երկամյա Տիգրանը, որի դին հայտնաբերվեց Մարմարի գետում մայիսի 24-ին, դեռ ջրահեղձ եղած դեպքերի մեջ չէ։ Ջրից դուրս բերված մարմինները նախ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում։ Գուցե մահվան պատճառը ոչ թե ջրահեղձումն է, այլ օրինակ ճանապարհային պատահարը, որի հետևանքով է մարմինը հայտնվել ջրում։ Այսպիսով 4 ջրահեղձման դեպքից բացի մենք այս տարի ունենք դիակի հայտնաբերման 11 դեպք տարբեր ջրավազաններում, գետերում, ջրամբարներում, լճերում, ջրանցքներում, լողավազաններում եւ այլ վայրերում։ Կարող ենք արձանագրել դիակների հայտնաբերումը 25 թվականի այս նույն ժամանակահատվածում եւ 24 թվականի մենք անցյալ տարի ունեցել ենք 4 դեպք, կարելի է արձանագրել, որ 7 դեպքով ավելացել է։ Գեղարքունիքի Մասրիկ գետից դուրս բերված 2 քաղաքացու դեպքը առանձնացված է որպես դժբախտ պատահար։ Նա խոսանքահարվել են, ու չնայած դեպքերի այսպիսի վիճակագրությանը, գետերի վարարման դեպքերը այս տարի ավելի քիչ են եղել։ Անցյալ տարի եթե ունեցել ենք 8 դեպք նման,
այս տարի դեռևս մի դեպք է վարարման գրանցվել գետավարարումների մասով։ Ու բարեբախտաբար տուժածներ չունենք։ Անցյալ տարի, գիտեք, հայտնի դեպքը Տաուշի-Լոռու մարզերում, որի հետևանքով մենք ցավոք ունեցանք 4 զոհ, նույնիսկ պատմական միջինին ոչ մի գետ այս պահին չունենք մոտ, որ լինի առավելագույն ելքերը։ Փոխարենը մայիսին քամին է եղել ավելի ուժգին։ Արմեն Դաշյանը փրկարարծարայության առանձնացրած վիճակագրությունն է ներկայացնում թվերով։ Մենք եթե մենք այս տարի արդեն 23 նման դեպք են գրանցել, անցյալ տարի եղել ընդամենը 11-ը։ Այդ 11-ը ամբողջ տարվա ընթացքում, պատմում է Դաշյանը։ Կարկուտը ու իր ծեծածի հետևանքներն այս տարի եւս ավելի շատ են։ Եթե ամբողջ 2024-ին 13 արձանագրված դեպք կա, ապա այս տարվա միայն մայիսին 11, երկուսը դեռ ուսումնասիրության փուլում են։ Եվ եթե ուժգնացող քամին կանխարգելել հնարավոր չէ, արդյոք հնարավոր չէ քաղաքացիների թեկուզ անզգուշության կամ դժբախտ պատահարի հետևանքով գետում, ջրամբարում, լճում հայտնվելու վիճակագրության վրա ազդել։ Սարոյանը ներկայացնում է իրենց լիազորությունների տիրույթը։ Լողասեզոնի ընթացքում մենք հանրային լողափներում պարտադիր իրականացնում ենք անվտանգության առումով հերթապահություններ եւ մեր ջրափրկարարները շուրջօրյա ծառայություն իրականացնում եւ կարող եմ արձանագրել նաեւ որ մենք անցյալ տարի հանրային լողափներում մենք ջրաղզման դեպք չենք ունեցել։ Արդյոք մյուս գերատեսչությունները հատկապես վերջին մի քանի ծանր դեպքերից հետո քննարկում են գետերի ոռոգման առուների շրջակայքը ցանցապատել, արգելապատնեշներ տեղադրել։ Ջրային կոմիտեից մանրամասնեցին ջրամբարների տարածքը պահպանվում է, ոռոգման համակարգերի դեպքում արգելապատնեշներ կառուցել չեն կարող, քանի որ դա թույլ չի տա իրականացնել մաքրման, վերանորոգման աշխատանքներ, ինչն անընդհատ գործընթաց է։ Իսկ բնական ջրային ռեսուրսները, գետեր, առուներ, լճեր իրենց տիրույթում չեն։ Շրջակա միջավայրի նախարարությունից նշեցին, այդ հարցով քննարկումներ չեն ունեցել։ Իրինամ Կրչյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։ Համայնքների խոշորացումը հնարավորություն է տվել ունենալ պատկառելի բյուջե և ներկայացնել համաֆինանսավորման հավակնոտ լայնածավալ ծրագրեր։ Մասնավորապես Արմավիրի մարզի բոլոր համայնքները զգալիորեն բարելավել են սեփական եկամուտների հավաքման ցուցանիշը։ Թե ինչ աշխատանքներ են իրականացվում դրա շնորհիվ, լուրերի մարզային թղթակիցն է պարզել։ Արմավիրի մարզպետանի մասնագիտական թիմը մշտադիտարկում է պետություն համայնք համաֆինանսավորմամբ կառուցվող քաղաքաշինական օբյեկտներն ու ճանապարհները։ Ուշադրության կենտրոնում է հատկապես պետական ֆինանսավորմամբ իրականացվող դպրոցների, մանկապարտեզների եւ մարզադպրոցների շինարարության որակը։ Մասնագետները արձանագրած թերությունները ներկայացրել են պատվիրատուներին, դիմել են նաեւ համայնքապետերին ճանապարհների եզրերի աղբի կուտակումները վերացնելու համար։ Դույքագրվել են Արմավիրի մարզում ասող միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհամերձ հատվածները, որի արդյունքում արձանագրվել են ճանապարհին կից հատվածներում քաղաքացիների կողմից կուտակված շինարարական եւ կենցաղային աղբ կամ այլ տեղից տեղափոխված հողային գրունտներ, որի բերյալ համապատասխան գրություններ են ուղարկվել համայնքներ արձանագրված թերությունները վերացնելու համար։ Աշխատանքային մեկ այլ խումբ էլ իրավական հսկողություն է իրականացրել մեծամոր խոշորացված համայնքում։ Ուսումնասիրել է ավականու եւ համայնքի ղեկավարի ընդունած իրավական ակտերը, նրանց վերահսկողության տակ գտնվող բնակավարները եւ գոհ է մնացել։ Աշխատանքային խումբը թերություններ կամ խախտումներ չի արձանագրել ընդհանրապես, ընթացակարգային որոշակի բացթողումներ են ունեցել, բարև ձեզ, որը վերականգնվել է հենց իրավական հսկողության ընթացքում եւ ասեմ նաեւ, որ աշխատանքային խմբի կողմից մեթոդական աջակցություն է ցուցաբերվել աշխատակազմին։ Անդրադառնալով համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերին, ոլորտի պատասխանատուն ասաց 2022-24 թվականներին հավանության է արժանացել 102 ծրագիր։ Զգալի մասն ավարտվել է, բայց կան ենթածրագրեր, որոնք դեռ ընթացքի մեջ են։ 55 ենթածրագիր էլ նոր են սկսելու։ Համայնքները շարունակում են սուբվենցիոն նոր հայտեր ներկայացնել նաեւ ընթացիկ տարվա համար։ Ստացել ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականը, որով տրվել է հնարավորություն 25 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մարզի 4 համայնքների բնակավայրերում նոր մանկապարտեզների կառուցման սուբվենցիայի ամբողջական փաթեթներ ներկայացնելու համար քաղաքացիական կոմիտեի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագծերով։ Գործարար ակտիվությամբ եւ գույքահարկի դրույքաչափի բարձրացման պայմանավորված էականորեն աճել են սեփական եկամուտները։ Ֆինանսական եւ նյութական ռեսուրսները խոշոր համայնքներին թույլ են տվել հավակնոտ ծրագրեր ներկայացնել։
Օրինակ գյուղական բնակավայրերում ջերմոցային տնտեսություններն են շատացել, առևտրային կետերն ու օբյեկտներն են շատացել, հանգստի ժամանցի օբյեկտներն են շատացել, որը որ արդեն այլ հարկման ռեժիմ է գնում։ Մարզխորհրդի նիստին առաջին անգամ ներկա էր Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր ղեկավարը։ Համաֆինանսավորման ծրագրերը չեն շրջանցել նաև Փարաքարի մի շարք բնակավայրեր։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։ Քանաքերզեյթուն վարչական շրջանին վերադարձված Դավիթ անհաղթի այգու վերականգնման համար կծախսվի 500 միլիոն դրամ, վերականգնման ընթացքում կպահպանվեն այգում գոյություն ունեցող ծառերը, դրանց կավելացվեն նոր ծառատեսակներ։ Համայնքի ղեկավարը լուրերին ասել է, որ այգու վերակառուցումը կփորձեն ավարտել մինչև տարեվերջ։ Վարչակալության պայմանագրի կնքումից 13 տարի անց Քանաքերզեյթուն վարչական շրջանի Դավիթ անհաղթակին վերադարձվել է համայնքին ու սկսվել է բարեկարգումը։ Պուրակը վարչակալվել է 2012-ին 50 տարի ժամկետով, որի ընթացքում պետք է այգին խնամվեր, կատարվեին ներդրումներ։ Վարչական շրջանի ղեկավարի խոսքով բնակիչներն են նաև փաստել, որ որոշ ժամանակ աշխատանքները արվել են, բայց ժամանակ անց այգին մատնվել է անտերության։ Անկախ կարգավիճակից ըստ թաղապետի 2022-ից իրենք այգին խնամել են։ Սկսեցինք այդ տվյալ կազմակերպության ումը, որ տրված է եղել այգին, համատեղ փորձենք վերակառուցենք մեր այգին, որպեսզի ծառայի բնակիչներին։ Մոտ 1 տարի այդ պայմանով եւ բարեգործ ընկերների կողմից, այսինքն ոչ բյուջեի հաշվին, մենք սկսեցինք այս աշխատանքները։ 1 տարի հետո կտրվեց այդ մեր պայմանավորվածությունը եւ իրավական գործընթացներ սկսվեցին, որը տևեց մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 3-ը եւ արդեն հոկտեմբերի 3-ին մենք ունեցանք պայմանագրի լուծարումը տվյալ կազմակերպության հետ եւ ամբողջությամբ այգին վերադարձվեց համայնքին։ Իրավական գործընթացները սկսվել են, քանի որ Հովակիմյանի խոսքով այգին եղել է գրավադրված, ինչի իրավունքը վարչակալող կազմակերպությունը չի ունեցել։ Վարչական շրջանի ղեկավարի խոսքով հարուցված են նաև քրեական վարույթներ։ Այգին 14400 քառակուսի մետր է, վերակառուցվում է բարերարների միջոցներով, կներդրվի 500 միլիոն դրամ։ Սկսել ենք 0-ից կարելի է այդպես քանդման աշխատանքից։ Սկզբից քանդել, հավաքել, տեղափոխել ենք հողերը, հիմա արդեն սկսել ենք եզրաքարերի տեղադրում, սալիկապատում եւ լուսավորություն, կանաչապատում։ Վերակառուցման նախագծում ավելացվել են բնապահպանական նորմերը, եղած ծառերը կպահպանվեն, կավելացվեն նոր ծառատեսակներ, շատրվանները կձևափոխվեն, կտեղադրվեն նոր շատրվաններ, կկառուցվեն խաղահրապարակներ, անցկացվել է ոռոգման, խմելու ջրի ցանց, հոսանք, կոյուղի, կփորձեն պահպանել նաև մարմարե աղջիկներին։ Որը որ հնարավոր է վերականգնվի, վերականգնելու ենք, բայց որը որ արդեն կոտրված է, ջարդած է ու շատ բաներ կա, որ իրականում շատ անխնամ են եղել, ջարդվել է, այդ բոլորը պետք է հեռացնենք։ Եթե խոչընդոտներ չլինեն Արտակ Հովակիմյանի խոսքով, մինչև տարեվերջ կավարտեն զբոսայգու վերակառուցումը։ Ես հասկանում եմ, որ որոշ մարդկանց համար շատ ցավոտ է լինում, երբ որ մենք այգիներ ենք վերադարձնում կառավարության ջանքերով, քաղաքապետարանի ջանքերով, վարչական շրջանի ջանքերով, բայց մենք չենք դադարելու մեր բռնած այդ ուղուց, ինչը որ մեր բնակիչներից ժամանակին առանց բնակիչների հարցնելու առանց որևիցե թույլտվության տարվել է, մենք անպայման հետ ենք բերել եւ ինչպես որ Պարուր Սևակ այգին ենք հետ բերել եւ վերակառուցել, Մինաս Ավետիսյանի այգին ենք կառուցել, շատ ու շատ ավտոտնակներ, որոնք խլված են եղել մեր ժողովրդից, այդ տարածքները արդեն դրանց փոխարեն ֆուտբոլի դաշտեր են, մեր երեխաները խաղում են։ Բնակիչներին հայտնի Զեյթունի շատրվանները Դավիթ անհաղթ զբոսայգին նաև Քանաքերզեյթունի 90-ամյա բնակիչ Ռադիկ Դալլաքյանի սիրելի վայրն է։ Ներքևի մասում սայանկա էր, այնտեղ վիրևը զիբիլ էր լցված։ Ուղղակի սարքեցին, ծառ տնկեցին ամեն ինչ։ Լավ էր։ Դմիտրիչյանն էր ստեղ եղել այդ բացման վաղ։ Դավիթ անհաղթի արձանի մոտ նստում եմ, մեծ բարև եմ տալի ու նոր գնում եմ։ Ուրախ է, որ այգին վերականգնվում է։ Միայն թե շտապում են նստարաններ տեղադրեն, որ հանգիստն այս կանաչ տարածքում երկար վայելի։ Հունիսի 15-ին նրա 91-ամյակն է։ Թեև զբոսայգու կառուցումը դեռ ընթացքում է, բայց վարչական շրջանի ղեկավարը խոստացավ նրան տարեդարձի արդիվ ծառերի հովին տեղադրել նստարանը։ Մայա Խաչատրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերին ազգային տոնի թագավոր Չարլզ III-ի ծննդյան օրվա առիթով։ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ, հիմնված ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա, կարևորել Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին։ Հայաստանի կառավարությունը հանձնառու է խորացնելու գործընկերային կապերն ու ամրապնդելու երկկողմ համագործակցությունը, առաջնորդվելով Հայաստան Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգով ի շահ մեր երկրների և ժողովուրդների, նշել է Հայաստանի ղեկավարը։ Գթության ոսկե շղթա վավերագրական խաղարկային ֆիլմը պատմում է, թե ինչպես է աշխարհը օգնել հայերին ցեղասպանության օրերին։ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի բանակային կորպուսի զինվորները ոչ միայն ոչրագործությունների ականատես են եղել, այլև փրկել հազարավոր կյանքեր։ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում և Հայաստանում նկարահանված ֆիլմի պրեմիերան մեկնարկել է ամերիկյան ցուցադրությամբ։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի անձակի պատմությունը փոխկապված է հայոց ցեղասպանության պատմության հետ և հանդիսանում է մարդասիրության և անձնազոհության վառ օրինակ։ 1915-ին անձակի զինվորները բրիտանական հրամանատարության ներքո ափ են իջնում Գալիպոլիի թերակղզում Չերչիլի ծրագրով դեպի Սև ծով ճանապարհ բացելու և Կոնստանտնուպոլիսը գրավելու նպատակով, հենց այն օրերին, երբ Օսմանյան իշխանությունը ձերբակալում ու կախաղան էր հանում հայ առաջնորդներին ու մտավորականներին։ Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող երկու պատմական իրադարձությունները փոխկապված են, քանի որ անձակի զինվորներն այդ օրերին ոչ միայն դարձել են հայոց ցեղասպանության ականատեսը, այլև փրկել են հազարավոր հայ, հույն և ասորի երեխաների, իսկ պատերազմի ավարտից հետո նրանք մասնակից են դարձել Ավստրալիայում սկիզբ առած մարդասիրական նախաձեռնության։ Այս քչերին հայտնի պատմության մասին է Գթության ոսկե շղթա վավերագրական խաղարկային ֆիլմը։ Ամերիկյան պրեմիերան սկսվեց Գլենդեյլում ցուցադրությամբ։ Կարողացել եմ գտնել այն փորձագետներին, պատմաբաններին, որոնք որ նաև գրքերի հեղինակ են, երբ Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի մասին նույնիսկ շատ պատմաբաններ տեղյակ չեն, որ անձակի մասնակցությունն է եղել, անձակի ուրեմն այդ զինվորների գերի եղած ժամանակ նրանք նույնիսկ նրանցից մեկը զոհվել է հայ եւ ասորի ժողովրդների կյանքերը փրկելու ժամանակ եւ 60,000 հայ ու ասորի մարդկանց կյանքեր են փրկել նրանք։ Գթության ոսկե շղթան մաս է կազմում կինոեռագրության, որը պատմում է, թե ինչպես է աշխարհն օգնել հայերին ցեղասպանության օրերին։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի բազմաթիվ զինվորներ պատերազմի ավարտից հետո տուն վերադառնալուն պես նախաձեռնել են մարդասիրական ծրագրեր, իսկ հայոց ցեղասպանության մասին նրանց պատմությունների հիման վրա ժամանակի հայտնի ավստրալական թերթերը հարյուրավոր հոդվածներ են հրապարակել, որոնք այդ պատմական դեպքերի կարևոր վկայություն են դարձել։ Ես տեսա, որ հանդիսատեսի կեսից ավելին գաղափար չուներ, որ այդ տարիներին այս միսիոներները, բարեգործները ասեմ, որ ինչ ծավալի օգնություն են ցույց տվել։ Եվ եթե դալիճի կեսը չգիտեր, ուրեմն աշխարհը լուրջ ունի դրա մասին։ Ուրեմն ես կարծում եմ, որ նրանց գոնե շնորհակալ լինելու համար պետք է այս պատմությունը աշխարհին պատմվեր։ Գթության ոսկե շղթա վավերագրական ֆիլմը նկարահանվել է Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում և Հայաստանում։ Ֆիլմում ներառվել են հարցազրույցներ ավստրալացի, նորզելանդացի, ասորի և հույն պատմաբանների և հետազոտողների հետ։ Ես ավստրալացի եմ, տեղյակ էի Գալիպոլիի մասին, բայց չգիտեի այդ իրադարձությունների խորությունը։ Ֆիլմի ստեղծման ժամանակ սկսեցի հասկանալ, թե ինչպես է Օսմանյան կայսրությունը որոշել ջնջել մի ամբողջ քաղաքակրթություն։ Ծանր էր դա լսել, ու տեքստը կարդալը ևս շատ դժվար էր։ Ցավոք այսօր էլ նույնն է կատարվում։ Մենք երբեք դասեր չենք քաղում։ Այս նյութին շուրջ շատ մարդ չի իմանում։ Ես որ Նյու Զիլանդ ապրած եմ 3 տարի, մեկը ասպաներու մասին չէր գիտեր։ Այսինքն կարևոր նյութ է եւ պետք է ամեն աշխարհ կդարածվի։ I feel like documentaries are the way to go to. Սիրեցի ֆիլմը եւ եռագրությունը։ Վավերագրական ֆիլմը կարևոր միջոց է պատմություններ ներկայացնելու համար, որոնց մասին հայերի մեծ մասն էլ չի լսել։ Լինելով վավերագրող եւ պատմաբան, ինքս չգիտեի։ Այս պատմությունը ոչ միայն հայերիս, այլև օտարների համար է։ Գթության ոսկե շղթայի պրեմիերայի օրը ֆիլմի հեղինակները ներկայացրին նաև մատանի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Այն կինեմատոգրաֆիկ էսե է մի կնոջ մասին, որը վաղ տարիքում ցեղասպանության օրերին ականատես է լինում ընտանիքի սպանությանը, ապա 50 տարի անց վերադառնում հայրենի տուն հիշողությունների հետևից։ Պատմությունը իրական է, ես հավանեցի ու սցենարը գրեցի ու նկարեցի։ Ամեն մեկը ունենք այդ պատմություն։ Մեր պապերը, մեր պապերը, հայրերը, ամեն մեկը միտեղից եկել է ու միտեղ իր սիրտը թողել է։
Մատանի ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարի, իսկ գթության ոսկե շղթան արդեն մասնակցել է տասնյակ միջազգային կինոփառատոնների ու արժանացել 88 մրցանակի։ Լիլիթ Ցետրակյան, Նոնիկ Գյուլեզյան, լուրեր, Միացյալ Նահանգներ։